Եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել։ Սփոփանքի խոսք Համանորը խավարում դիմավորած բնակիչներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իշխանության հմուտ կառավարման շնորհիվ վերջին 6 ամսում էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի հազվադեպ են դարձել։ Իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է հեծի նախկին ղեկավարներին։ Այն փաստը, որ եղել են մարդիկ, որ Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Հեծի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը սակայն այս մեղադրանքներին ի պատասխան նշում է. Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Սավել Կարապետյանի միջամտությամբ։ Խնդրել են բնականաբար պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք, հաշվի առնելով միայն եւ միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նոր մեղադրանքներ է հնչեցրել Կարապետյանների հասցեին, հայտարարելով, թե նրանք տարիներ շարունակ թալանել են Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի։ Դավիթ Ղազինյանը նման հայտարարությունները որակում է մարազմ։ Գիտեք, շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։ Երբ որ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ հեծը գողացել է ամեն ընտանիքից եւ ամենայն պատասխանությամբ ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ։ 2026 թվականին ատոմակայանը 150 օր չի աշխատելու։ Ղազինյանն է ասուլիսի ժամանակ հայտարարել ու զգուշացրել. կառավարման այս մոդելի դեպքում Հայաստանի մեծ մասն առանց լույսի կմնա։ Հեծի նախկին ղեկավարներն այս ամենի ֆոնին շարունակում են հայտարարել, որ այդուամենայնիվ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավոր է եւ չի առաջացնում ոչ մի խնդիր։ Հարց է առաջանում, լավ ընտրություններից հետո Աստված մի արասցի, թե իրենք հաղթեցին։ Ինչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Սամվել Կարապետյանի պարագայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, արդեն 10 տարի չի թանկացրել, խոսքը հեծի մասին է։ Եվս 10 տարի խոստացել է չթանկացնել։ Դավիթ Ղազինյանը հերքել է նաև վարչապետի այն պնդումը, թե նախկինում հոսանքազրկումները ավելի հաճախակի էին։ Նրա խոսքով 2024 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 6750 բնակիչ, մինչդեռ 2025 թվականի նույն օրը այդ թիվը հասել է 117021-ի։ Սեդա Մակարյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։